Բարի լույսիրելի հեռուստադիտող, ձեր էկրաններին բարի առավոտն է։ Մնացեք մեզ հետ, առավոտյան մեր ծրագիրը խոստանում է լինել հետաքրքիր։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվել է «Ինչպես չամուսնանալ» ներկայացումը։ Այն էքսցենտրիկ կատակերգություն է, որը կդիտեք մեկ շնչով։ Այսօր մեր տաղավարում զրուցելու ենք ներկայացման բեմադրիչի հետ, տաղավարում է Գոհար Փոքրիկյանը։ Բարի առավոտ, Տիկին Փոքրիկյան, ուրախ եմ, որ ձեր առավոտը սկսել եք մեզ հետ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սովորաբար, եթե չեք գալիս մեր տաղավար, ինչպես եք սկսում ձեր առավոտը։ Շատ վաղ եմ սկսում։ Անկախ նրանից շաբաթ-կիրակի է թե ոչ։ Այո, ինձ համար շաբաթ-կիրակի գոյություն չունի, մայրիկ դառնալուց։ Ոչ աշխատանքային օրեր չկան։ Բոլոր օրերը աշխատանքային են եւ 6:30-ից 7-ի սահմաններում առավոտը սկսվում է։ Շատ լավ, մինչ այստեղ գալի ինչ եք հասցրել անել։ Հասցրել եմ արթնանալ, բալիկներիս հետ ժամանակ անցկացնել եւ պատրաստվել այստեղ գալու, շատ բան չեմ հասցրել անել։ Շատ լավ, են դասական մարդկանցից չեք, որ սև սուրճը պարտադիր պետք է խմեն, նոր անցնեն գործերին։ Դե դրա մասին կարծեցի կարիք չկա ասելու, արդեն հասցրել եմ 2 բաժակ վայելել։ Նույնիսկ մայր լինելը նման բան է փաստորեն։ Գոհար, խոսենք բեմադրության գաղափարից, ինչպես որոշեցիք բեմադրել եւ ում ստեղծագործության հիման վրա է այն բեմադրված։ Հեղինակը պիեսի Միխայիլ Հեյֆեցն է, հայտնի հեղինակ է այսօր, բազմաթիվ անգամ բեմադրված եւ վստահ եմ, որ դեռ շատ կբեմադրվի, հրաշալի հետաքրքիր պիեսների հեղինակ է։ Ինձ մոտ իր պիեսներից որոշները կարդալուց հետո հետաքրքրություն առաջացավ, սկսեցի ավելի խորապես ուսումնասիրել ստեղծագործությունները եւ պատճառն այն էր, որ ուզում էի գտնել մի գործ, որը կնախընտրեմ մնացածներից եւ կուզենամ բեմադրել եւ գտա հրաշալի էքսցենտրիկ մեկ շնչով անցնող կարդացվող կատակերգություն, ինչպես չամուսնանալ։ Հենց պիեսի վերնագիրը այդպես է, թե բեմադրության վերնագիրն եք դուք այդպես ընտրել։ Եվ պիեսի եւ բեմադրության։ Պիեսը ուներ 2 վերնագիր, ռուսերենից թարգմանելուց հետո մենք հասկացանք, որ սա ամենաճիշտ վերնագիրն է, որ կարող էր ունենալ մեր ներկայացումը։ Եվ հետո շատ գրավիչ է, գուցե որոշ աղջիկներին հետաքրքիր է ինչպես չամուսնանալ, ոչ միայն աղջիկների, այո։ Մի փոքր խոսենք ներկայացման սուժեից եւ փորձենք հնարավոր փակագծերը բացել։ Չեմ ուզի շատ բացել փակագծերը, բայց ինչու՞ չէ, խոսենք սյուժեի մասին։ Պիեսը իրենից ներկայացնում է մի ընտանիքի պատմություն, մոր ու աղջկա կյանքի պատմություն, ավելի շուտ մեկ օրվա պատմություն, բայց ցավոք սրտի բոլոր օրերը իրար նման են։ Աղջիկը չի ուզում ամուսնանալ, իսկ մայրն ամեն օր առավոտից երեկո պնդում է ամուսնանալու մասին։ Եվ քանի որ երկուսն էլ իրենցն են միշտ պնդում եւ առաջ տանում, այստեղ առաջանում է պայքար, ժամանակ առ ժամանակ բեմահարթակը եւ իրենց փոքրիկ բնակարանը վերածվում է պատերազմի դաշտի, 2 ճակատներում մարտնչում են մայրը մի կողմից, աղջիկը մյուս կողմից եւ պայքարի նպատակը մեկի համար աղջիկը որ ամուսնանա, մյուսի համար որ մայրը իրեն հանգիստ թողնի։ Սա այսպես առաջնային շերտն է ներկայացման եւ պիեսի, բայց կա նաեւ այլ շերտավորումներ, խորը հոգեբանական շերտավորումներ են դրանք, քանի որ 2 կերպարներն էլ իրենց մեջ ունեն աղջիկը մանկությունից եկած, կինը պատանեկությունից եւ անցած կյանքից եկած բազմաթիվ այսպես չհարթված, կիսատ թողնված
իրադարձություններ, որոնք հետք են թողել իրենց ճակատագրի վրա, այսինքն հենց ուղակի ամուսնանալու ու չամուսնանալու մասին չի խոսքը, մայրը ուզում է, որ աղջիկը չկրկնի իր սխալները, որը ինքն է կրկնել ժամանակին երիտասարդ տարիքում, շուտ ամուսնանա, երեխաներ ունենա եւ երջանիկ լինի, աղջիկն էլ, քանի որ չունենալով օրինակ, թե ինչպես պետք է ճիշտ կատարել ընտրություն, ինչպես պետք է լավ ընտանիք կազմել, ուղղակի չի կողմնորոշվում, չի կարողանում այս մեծ աշխարհում գտնել այն ուղին, որով պիտի գնա, որպեսզի հասնի երջանկության։ Շատ լավ, ովքեր են ներգրաված ներկայացման մեջ, ինչ թիմ է աշխատել։ Ներկայացումը արդեն նշեցիք, բեմադրվել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, զբաղված են այնտեղի տաղանդավոր դերասանուհիները Լարիսա Ղևոնդյանը եւ Հասմիկ Մխիթարյանը։ Նկարչական ձևավորումը կատարել է ոչ պակաս տաղանդավոր Աննա Գրիգորյանը։ Այսպիսի փոքրիկ ստեղծագործական թիմ է աշխատել, բայց թիմին միացել է նաև տեխնիկական կազմը, ղեկավար կազմը, այսինքն թատրոնը իր բոլոր ամբողջ ներուժը ներդրել է, որպեսզի մենք ունենանք հաջողված եւ լավ ներկայացում, որի համար առիթից օգտվելով կուզենամ թատրոնի ողջ անձնակազմին հայտնել իմ շնորհակալությունը։ Պրեմիերան երբ տեղի ունեցավ։ 25-ին եւ 26-ին ապրիլի տեղի ունեցավ պրեմիերան, այսինքն նախորդ օրը եւ 3։ Ինչպես հանդիսատեսը արձագանքեց եւ արդյոք ձեր սպասելիքներն արդարացան։ Գիտեք, ինչքան էլ մեծ սիրով է մեր ստեղծագործական թիմը աշխատել ներկայացման վրա, դա չի շղթվում։ Եվ ոչ միայն ստեղծագործական, նաև տեխնիկական կազմն է հրաշալի եւ մեծ սիրով նվիրվածությամբ աշխատել, բայց ներկայացումը հոգի է առնում, միսուարյուն է առնում, երբ որ հանդիսատեսը նստում է դերասանի առաջ եւ նայում է այն աշխատանքը, որը մենք ամիսներ շարունակ արել ենք։ Եվ կարող եմ ասել, որ հաջողել է մեր ներկայացումը, որովհետև հանդիսատեսը ներկայացման առաջին իսկ րոպեներից ներգրավվեց ներկայացման մեջ, ընդունեց այն ամենը, ինչ կատարվում էր բեմի վրա եւ մի շնչով նայեց, ինչպես մենք արդեն նշեցինք, մի շնչով կարդացվող պիեսից ստացել ենք մի շնչով բեմադրվող ներկայացում, որը հանդիսատեսը նայեց լիաթոք ծիծաղելով եւ հետաքրքիր էր, որ այնպիսի տեղերում էր ինքը արձագանքում, որ մենք չէինք մտածել, որ հնարավոր է այդպիսի արձագանք լինի, թե ծիծաղ, թե ինչ որ հառաչանքներ, թե հոգոցներ, թե այսինքն պիտի ասեմ, որ ներկայացումը հանդիսատեսը ընդունեց եւ հուսով եմ մինչեւ վերջ էլ կընդունի, կսիրի, դահլիճները լեփ-լեցուն կլինեն։ Խոսենք նաև նախապատրաստական աշխատանքներից, որովհետև նշում եք, որ ամիսներ շարունակ աշխատանք եք կատարել, հանձնել եք բեմին, որքան տևեցին նախապատրաստական աշխատանքները։ Որոշակի դադարներով 3 ամիս է տևել ամբողջ այդ աշխատանքը, այսինքն պիեսի ընտրությունը, թարգմանությունը, դերասանների հետ հանդիպումը, նկարչի հետ առանձին աշխատանքը, այդ ընթացքում նաև երաժշտական ձևավորման վրա եմ առանձին աշխատել, տեխնիկական կազմն ընթացքում ներգրավվել եւ այսպես 3 ամիս աշխատելուց հետո մենք ունեցանք մեր արդյունքը։ Ինչ բարդությունների հանդիպեցիք ներկայացումը բեմադրելիս, գուցեև հենց այդ նախապատրաստական աշխատանքների ընթացքում դերասանների ընդհանուր աշխատանքային կազմի ընտրությունը ձեզ հեշտ տրվեց։ Հեշտ տրվեց, որովհետև չնայած որ սպասում էի բարդությունների, քանի որ միշտ երբ որ անծանոթ ռեժիսորը հանդիպում է անծանոթ դերասաններին, ինչու՞ չէ, կարող է եւ հեշտ չտրվել միասին աշխատելը, իմ դեպքում բարեբախտաբար կարող եմ նշել, որ մենք շատ շուտ իրար հասկացանք, թե ինչի համար ենք հավաքվել, ինչ վերջնական արդյունք ենք ուզում տեսնել, այսինքն աշխատանքը եղավ հանուն, մեծ հաճույքով աշխատեցի երկու սիրելի դերասանուհիների հետ եւ ուրախ եմ, որ առաջին փորձներ իրենց հետ աշխատելու եւ շատ ուրախ եմ, որ եւ իրենց ճանաչեցի որպես դերասանուհիներ եւ որպես մարդ, գտա իրենց որպես լավ ընկերներ։ Հետագայում ինչ եք կարծում, գուցե լինի ինչ որ գործակցություն նույն կազմի հետ։ Մեծ սիրով կաշխատեմ նորից նույն կազմի հետ։
Հրաշալի, հաջորդիվ ներկայացումը երբ եք պատրաստվում, այլ նույն ներկայացումը, այսինքն այո, խաղացանկային է ներկայացումը մայիս ամսվա մեջ կարծեմ մայիսի 16-ին եւ 29-ին է սպասվում Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի փոքր դահլիճում, որը կրում է Երվանդ Ղազանչյանի անունը։ Ժամը երեկոյան 8-ին են մեր ներկայացումները սկսվում։ Շատ լավ, հրաշալի, այ քիչ ներկայացումներ են, որ 8-ին են սկսում, հիմնականում 7-ին են սկսում։ Դուք հաշվի եք առել նաև խցանումները, որպեսզի մարդիկ հասցնեն գալ եւ տեղ հասնել։ Նաև։ Մի փոքր կուզեի խոսել թե այս ներկայացման, թե նմանատիպ այլ ներկայացումների կարևորության մասին եւ թե ինչ են տալիս նման ներկայացումները հանդիսատեսին։ Առաջնահերթ նման ներկայացումները հանդիսատեսին օգնում են, որպեսզի կտրվեն առօրյա հոգսերից։ Այդ մի ժամը, որ տրամադրում են մեր ներկայացմանը եւ նմանատիպ ներկայացումներին, վստահորեն կարող եմ ասել, որ թոթափում են օրվա իրենց մտածմունքները, օրվա այն դժվարությունները, որ ունեցել են, ուղղակի տրվում են այդ հոսանքին ներկայացման եւ ուղղակի վայելում են ներկայացումը։ Իսկ ինչպես չամուսնանալ ներկայացումը կոնկրետ ավելի շատ պատասխաններ, թե հարցեր է տալիս հանդիսատեսին։ Բացում է փակագծեր եւ փորձում է տալ հարցերին պատասխաններ, բայց միանշանակ չեն այստեղ ոչ հարցերը, ոչ պատասխանները, քանի որ շատ խորքային է եւ նշեցի առաջին հայացքից կարող է սա ուղղակի ժամանցային հետաքրքիր կոմեդիկ ներկայացում է, բայց իրականում շատ խորքային վերքոտ հարցեր կան։ Կա ինչ-որ հստակ տարիքային շերտ, որը ավելի շատ պետք է նայի այս ներկայացումը։ Կարծում եմ 16-ից բարձր։ 16-ից բարձր բոլոր անձիկ մինչև 100 տարեկան կարող են նայել։ Շատ լավ։ Խոսենք նաև առաջիկա ծրագրերից, կան այլ բեմադրություններ այս պահին, որոնց վրա աշխատում եք։ Նոր եմ հանձնել մեկ այլ բեմադրություն թատրոն տանիքում, մանկական ներկայացում Peter Pan վերնագրով մանուկների համար եւ ոչ միայն մանուկների համար, մոտ 1 ամիս է, որ ներկայացումը մտել է խաղացանք։ Էլի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում է։ Չէ, թատրոն տանիքում։ Թատրոն տանիքում, ահա։ Թատրոն տանիքում, այնտեղ եմ արել բեմադրությունը եւ նոր պլանները դեռ այսպես գաղափարի փուլում են, այդ պատճառով չեմ կարող բարձրաձայնել, բայց հուսամ, որ այնինչ մտադրվել եմ ի կատարածել մոտակա ամիսների ընթացքում Աստծո հաջողությամբ կիրագործվի եւ մի քանի ամիս հետո հյուր կլինեմ ձեզ ու կպատմեմ Սիրով կհյուրընկալենք հաջորդ ներկայացման մասին։ Սիրով, քանի որ թատրոն տանիքումից խոսք գնաց, կուզեի մի փոքր հանդիսատեսի համար նաև այդ մասով բացեինք փակագծերը, որովհետև թատրոն տանիքումը ավելի ոչ դասական, ոչ ֆորմալ թատրոնի տարբերակ է։ Այո, եւ տարբերվում է, դուք էլ ասիք, որ մանկական ներկայացում եք բեմադրել։ Մի փոքր խոսենք նաև դրանից եւ տարբերություններից, շատ լավ առիթ է խոսելու դասական թատրոնի եւ թատրոն տանիքումի տարբերությունների մասին։ Ազատ այլ ընտրանք փնտրող ցանկացած բեմադրիչի համար թատրոն տանիքը հրաշալի հարթակ է, ուղղակի հրաշալի։ Այո, ճիշտ եք նկատել, այնտեղ չկա բեմատարածք, չկան այն բոլոր առաջադրվող պայմանները, որ ունենք դասական թատրոնի օրինակում, բայց այնտեղ ստեղծագործողին տրամադրվում է մի լրիվ բաց հարթակ, հենց տանիքի բարձրությունից կարող ես ստեղծագործել եւ այդ տանիքը չունենալով այն բոլոր հնարավորությունները, որ ունի օրինակ դասական բեմը, ստիպում է, համոզում է օրինակ բեմադրիչին, որպեսզի գտնի ավելի խենթ ու խելառ գաղափարներ, ավելի հետաքրքիր լուծումներ եւ իմ կարծիքով ցանկացած ստեղծագործողի համար դա հրաշալի առիթ է բացահայտելու առաջին հերթին ինքն իրեն իր ստեղծագործելու հնարավորություններն ու հմտությունները նորովի եւ ավելի հետաքրքիր։ Ձեր առաջին ներկայացումն է դա թատրոն տանիքում։ Թատրոն տանիքում, այո, առաջին ներկայացումն է։ Իսկ առասարակ ձեր գործունեությունը որպես բեմադրիչ արդեն քանի տարի է որ ձգվում է։ 10 տարուց ավել է ձգվում, բայց ես ունեցել եմ դադարներ կապված ընտանեկան որոշակի մայրիկ լինելու դերն եք մայրիկ լինելու, այո, 2 անգամ այդպիսի դադար եմ ունեցել, 2 հրաշալի բալիկ ունեմ,
Աշխատել եմ գրեթե բոլոր թատրոններում որպես հրավիրված բեմադրիչ, այո, Պարոնյանի անվան թատրոնում դեռ մոտավորապես 10 տարի առաջ էլի աշխատել եմ թատրոնի մեծ վարպետ Երվանդ Ղազանչյանի ղեկավարությամբ արել ենք 2 ներկայացում, որտեղ ես երկրորդ ռեժիսոր եմ եղել, դա դեռ տարիներ առաջ, եւ ինչու՞մն է հետաքրքիր այն երևույթը, որ նորից վերադարձել եմ թատրոն եւ մոտավորապես 10 տարի առաջ այնտեղ արել եմ փոքր բեմում, որը դեռ նորովի ձևավորված եւ հագեցած չէր այն տեխնիկայով, որ այսօր է հագեցած, այն ժամանակ Երվանդ Ղազանչյանի առաջարկով արել եմ Լեռ կամ Սարի մենք ներկայացումը, որտեղ այն ժամանակվա երիտասարդ ամբողջ կազմը դերասանական զբաղված էր։ Եվ տարիներ հետո վերադարձել եմ նույն թատրոն, նույն բեմ եւ արդեն նոր կազմով, նոր ասելիքով, ես էլ արդեն փոխված ուրիշ կերպ նայելով աշխարհին որպես ստեղծագործողի։ Իսկ ինչ եք կարծում, ինչպես չամուսնանալ ներկայացումը կհասնի մարզեր, գուցե երկրի սահմաններից դուրս կգա, մեր արտասահմանում բնակվող հանդիսատեսը կկարողանա վայելել, մտածել եք հյուրախաղերի մասին։ Իր ֆորմատով այնպիսին է, որ հեշտորեն կարող է դուրս գալ նաև թատրոնի բեմահարտակից ու սահմաններից եւ խաղացվել ցանկացած բեմահարտակում։ Եթե այդպիսի առաջարկներ եւ հրավերներ լինեն, ես միայն ուրախ կլինեմ։ Շատ լավ, այսինքն այս պահին մարզային այցելություններ դեռ այս պահին դեռ նման ծրագրերի մասին ամեն դեպքում ես տեղյակ չեմ, քանի որ նոր է առաջնախաղը եղել, փաստորեն այդ մասին մտածելու, գուցե եւ գործելու։ Շնորհակալ եմ զրույցի համար, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, ձեր օրը սկսեցիք մեզ հետ։ Վստահ եմ, որ առաջիկա ներկայացումները էլի հաջողելու են ու ինչպես դուք նշեցիք, այս դեպքում հանդիսատեսը իր բոլոր էմոցիաները կարողացավ արտահայտել եւ ձեր սպասելիքները արդարացել են, մնացած բոլոր բեմերների դեպքում նույնը կկրկնվի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում էինք բեմադրիչ Գոհար Փոքրիկյանի հետ, ով բեմադրել է ինչպես չամուսնանալ ներկայացումը, այն Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում է, առաջիկա մյուս ներկայացումները, մյուս բեմադրությունները տվյալ ներկայացման կայանան մայիսի 16-ին եւ 29-ին, երեկոյան ժամը 8-ին, նախապես կարող եք տոմսերը ձեռք բերել եւ գնալ ու տեսնել ինչպես չամուսնանալ։ Այս պահին ձեզ կմիանա Արցախցի գործընկեր Աշոտ Սարգսյանը իր արցախյան զրույցներով։